Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի իր փոխարեն լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը, այս մասին հայտնել են պետական եկամուտների կոմիտեից։ Օրինակ, եթե հայտարարատուն գտնվում է արտերկրում, ապա լիազորված անձի միջոցով կկարողանա առանց դժվարության ներկայացնել իր հայտարարագիրը։ Լիազորված անձը հնարավորություն է ունենալու քաղաքացու անունից մուտք գործել համակարգ, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը եւ կատարել այլ գործողություններ, մասնավորապես սոցիալական ծախսի հետ վճարի դիմումը հանձնել։ Հազար խոշոր հարկ վճարողները հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ, պետբյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից 123 միլիարդ 824 միլիոն դրամով ավելի գումար։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 939 միլիարդ 957 միլիոն, իսկ մաքսային մարմինը ավելի քան 169 միլիարդ 938 միլիոն դրամ։ Սամվել Կարապետյանը վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վիճարկելով վերջինիս որոշումը։ ԿԿՀ-ն, հիշեցնենք, 200,000 դրամի չափ տուգանել էր Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահին քաղաքական ուժի ղեկավարի պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի եւ եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները ակցիա են իրականացրել Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։ Ծառուկյանի մամուլի խոսնակն այստեղ հայտարարել է, որ ԲՀԿ նախագահի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացները պայմանավորված են նաև Իսլամական Հանրապետության երկու քաղաքացու նրա ձևակերպմամբ կեղծ ցուցմունքներով, ինչը Իվետ Ատոնոյանի խոսքով վտանգում է հայ-իրանական հարաբերությունները։ ԾԵՏԻ է ենթարկվել խորհրդարանի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը։ Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հուլիսի 25-ին ժամը 14-ի սահմաններում են դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել եւ համապատասխան գործողությունների արդյունքում երկու քաղաքացու ձերբակալել։ Քննչական կոմիտեից էլ փոխանցում են, որ դեպքի արդիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնել են քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության եւ խուլիգանության հատկանիշներով, իսկ համաձայն մամուլում տարածված տեղեկությունների Կոնջորյանը ԾԵՏԻ է ենթարկվել հուլիսի 24-ի կեսգիշերին Աբովյան քաղաքում գտնվող իր բնակարանի շքամուտքի առջև։ ԾԵՏԻ ենթարկողներն ըստ մամուլի կառուցապատման աշխատանքներով զբաղվող ընկերություններից մեկի տնօրենն ու իր ընկերներն են եղել, իսկ պատճառը մի քանի տասնյակ միլիոնի հասնող պարտքը, որ ունեցել են Ավետ Կոնջորյանի նկատմամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի M17 աշխարհի առաջնությունը 65 կիլոգրամ քաշային Վազգեն Մնացականյանն այսօր 7-4 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշի նկատմամբ, հաղթական 4 միավորը վաստակելով բառացիորեն վերջին 2-3 վայրկյանների ընթացքում, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Վազգեն Մնացականյանը 5-2 հաշվով հաղթել է նաև Ղրղզստանի ներկայացուցչին եւ դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 4-րդ եզրափակիչ։ Արարատ Ավետիսյանն էլ 9-3 հաշվով հաղթել է Ասիայի փոխչեմպիոնին Ուզբեկստանի ներկայացուցչին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։ Վահե Հովեյանը հաղթանակ է գրանցել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ դուրս գալով առաջնության 1/8 եզրափակիչ։ Մահվան ելքով վրաերթ Երևանում առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում 3 կամրջի վրա Lexus մակնիշի ավտոմեքենայի 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Շամչյանը տեղեկացնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն եւ բժիշկների ժամանած հերթապահումն արձանագրել է հետիոտնի մահը։ Քննչական բաժնում քրեական վարույթ են նախաձեռնել։ Վարորդը ենթարկվել է սթափության, փորձաքննության եղել է սթափ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։